Հաշված ժամերից Երևանը հյուրընկալելու է եվրոպական քաղաքական համայնքին։ Ինչ գագաթնաժողով է, ովքեր են գալու, ինչ հարցեր են քննարկում նման հավաքներին եւ ինչ ուղերձներ փոխանցում։ Գագաթնաժողովը խորհրդանշական կարևորություն ունի Հայաստանի եւ Արցախի համար։ 2022-ի հոկտեմբերին Պրահայում գումարված առաջին գագաթնաժողովի ժամանակ էր, որ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Քառակողմ Փաշինյան, Ալիև, Մակրոն, Միշել հանդիպմանը որոշվեց Արցախի ճակատագիրը։ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից 2 ամիս անց սկսվեց շրջափակումը։ Գագաթնաժողովի հիմնական նպատակներից է անվտանգային հարցերի քննարկումը, եվրոպական երկրների միջև քաղաքական համագործակցությանը նպաստող քայլերը, էներգետիկայի, միգրացիային վերաբերող հարցերի քննարկումը։ Նաև հարթակ են ստեղծում այն երկրների համար, որոնք Եվրամիության անդամ չեն։ Գագաթնաժողովները սովորաբար անցկացվում են տարին 2 անգամ, գարնանը ոչ ԵՄ անդամ, աշնանը ԵՄ անդամ երկրներում։ Առաջին գագաթնաժողովին Պրահայում հավաքվել էր շուրջ 44 երկրի առաջնորդ։ Երկրորդը Մոլդովայի Բուլբոակայում էր, խորհրդարանական ընտրությունից 4 ամիս առաջ։ Եվրոպական քաղաքական համայնքը 7 անգամ է հավաքվել տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում, Ալբանիայում, վերջինը Դանիայի Կոպենհագենում էր։ Գագաթնաժողովների մշտական մասնակից էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ինչ է տալու 8-րդ գագաթնաժողովը Հայաստանին։ Ես չգիտեմ, թե ինչ կտա Հայաստանին, բայց ինչ կտա իշխող էլիտային, դա հասկանալի է։ Սա ինչ-որ իրադարձություն է նախընտրական համատեքստում Հայաստանում։ Եվրոպա կամ եվրոպական բառը այստեղ նշանակում է լավ։ Եվրոպական որակ, եվրոպական ավտոմեքենա, եվրոպական կենսամակարդակ, եվրոպական ժողովրդավարություն։ Այս ամենը ընկալվում է որպես լավ բան։ Հատկապես 2020 եւ 2023 թվականներից հետո, երբ փլուզվեց այն մտավոր կառուցվածքը, որը կար Հայաստանում, այն, որ Ռուսաստանը ապահովում է մեր անվտանգությունը, Եվրոպան ինչ-որ հսկայական իմաստ ստացավ։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բաներից մեկը ճիշտ է, մյուսը սխալ։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ կա այսպիսի սոցիալական կոնստրուկտ, եւ քաղաքական ուժերը չեն կարող չօգտվել դրանից։ Նրանք օգտագործում են այն, եւ սա կաշխատի ընտրությունների վրա ներկայիս իշխանության համար, որը կպնդի, որ եվրոպականացումը մեր ճանապարհն է։ Եվրամիության առաջնորդների, այդ թվում Էմանուել Մակրոնի, Շարլ Միշելի եւ Ժոզեփ Բորելի գնահատականներով եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները ոչ ֆորմալ քաղաքական երկխոսության հարթակ են, որտեղ կարևոր քննարկումները հաճախ ընթանում են նաեւ երկկողմ ձևաչափերում։ Գագաթնաժողովի շրջանակում սովորաբար պարտադիր իրավական պայմանագրեր չեն ստորագրվում։ Այս գագաթնաժողովը բարձր են գնահատում Հայաստանի արտգործնախարարությունը, կառավարությունը։ Բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահի։ Արման Աբովյանի խոսքով Եվրոպայի քաղաքական համայնքին Երևանում հավաքելը մեկ հիմնական ուղերձ ունի։ Նրանք այդպիսով աջակցում են վարչապետ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններին։ Գոյություն չունի իրականում ոչ մի եվրոպական ստանդարտ, գոյություն ունի Եվրոպայի հետաքրքրությունները եւ Եվրոպան խորապես թքած ունի թե Հայաստանի, թե մեր վրա։ Եվրոպան թքած չունի, օրինակ, որ գազը մատակարարվի Ադրբեջանից Զանգեզուրի միջանցքով, այլ կերպ ասած թրիփով դեպի Եվրոպա։ Այդ դրա վրա ինքը թքած չունի։ Եվրոպան օրինակ թքած ունի այն կտանքներին, որոնց ենթարկվում էին 9 ամիս շարունակ արցախցիներ, որ սովամահ էին անում, մի հատ սանկցիա թեթև մտցրեցին Ադրբեջանի դեմ։ Երևանում գագաթնաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Թուրքիան, ի տարբերություն Ուկրաինայի, գագաթնաժողովների մշտական մասնակից չէ։ Նրանք մասնակցում են ընտրովի, կախված քաղաքական իրավիճակից եւ օրակարգից։ Հաշված ժամեր անց Եվրոպան հավաքվելու է Երևանում, թե ինչ օրակարգով են գալու, ինչ հարցեր են քննարկելու, դեռ պարզ չէ։ Մեզ դեռ հայտնի չէ նաեւ մենք կարողանալու ենք ազատորեն լուսաբանել հանդիպումներն ու արարողությունները, թե ոչ։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։